զարմանալի է, որ թույլ չեն տալիս նկարել, որովհետև սա ըստ էության մարտական դիրք չի։ Եթե մարտական դիրք լիներ, եթե մարտական հերթապահություն իրականացվեր, կհասկանայինք, որ իսկապես պետք չի նկարել, բայց չէ, որ սա արդեն իսկ խաղաղության սիմվոլ է, ամբողջ աշխարհին ցույց են տալիս որպես խաղաղության պատ, հանրապետության նախագահ հորդորժվող պարոնը գալի հիացական հայացքով նայում ասում է կյանքում առաջին անգամ պետական սահման տեսա, հիմա չեմ հասկանում խնդիրը ինչն է, որ չեն թողում, ուրեմն մի բան կա, ուրեմն մի հատ ինչ-որ ամոթալի մի բան կա, որ sense արհեստական խնդիրներ են առաջացնում։ Իրանք որ գալիս են, իրանք կարելի է, Նիկոլ Փաշինյանին կարելի է, Արմեն Գրիգորյանը լրագրողների խումբավերցնում գալիս է այստեղ նկարում է, իրանք կարելի է։ Բայց ինչևից է, միգուցե ավելի լավ, որ չթողեցին, որովհետև եկանք հասկացանք, որ մի բան այն չի ու իսկապես մեր մտահոգությունները, մեր դատողությունները արդարացված էին, իսկ որոնք են մեր մտահոգությունները։ Մենք իսկապես կողմ ենք եւ չենք կարող դեմ լինել, տրամաբանող մարդը չի կարող դեմ լինել սահմանազատման գործընթացին։ Մենք դեմ ենք այդ բովանդակությանը, թե ոնց է իրականացվում։ Եվ այդ process-ը ինչի մասն է, հիմա պարոն Մարուկյանը ավելի մանրամասն կներկայացնի, որ Հայաստանի սահմանը առանց որևէ հստակ քարտեզի, առանց որևէ հստակ տրամաբանության, Ադրբեջանի դիկտատոր, Ադրբեջանի քմահաճիկով կտրտում են, կտոր են անում, որ ամեն ինչ բխի Ադրբեջանի շահերից, որ Ադրբեջանը նպաստավոր դիրք է զբաղեցնի, որ Ադրբեջանը կարողանա իր համար ամրաշինական աշխատանքներ իրականացնել։ Եթե ուշադրություն դարձնենք, նույնիսկ Google Map-ով կարելի է տեսնել, թե Ադրբեջանը ինչ հսկայական ամրաշինական աշխատանքներ է իրականացնում սահմանի երկայնքով, եւ դա նաեւ նրա շնորհիվ է, որ Նիկոլ Փաշինյանի անողնաշար քաղաքականության պատճառով մեզ համար գրեթե բոլոր բարենպաստ դիրքերը, բարձունքները անցնում են Ադրբեջանի վերահսկողությանը եւ սա սահմանազատման գործընթաց չի, իր բովանդակության մեջ սա Ադրբեջանի դիկտատով իրականացվող ինչ-որ process է, որը ապագայում վստահաբար ական է դառնալու եւ լուրջ խնդիրներ առաջացնելու մեր երկրի համար։ Մեր երկրի սահմանները ասես բզիկ են անում Ադրբեջանի շահերից ելնելով եւ թքած ունենալով Հայաստանի շահերի վրա։ Եթե իսկապես սահմանազատում լիներ, երկու երկրների ղեկավարները կգային, կհանդիպեին, կսեղմեին, ոնց շատ երկրների պարագայում ա եղել եւ գործընթացը իսկապես բովանդակություն կունենար։ Ես մի արձանագրում եմ անում։ Մեր համար իսկապես մեծ պատիվ է, որ Ադրբեջանը մեզ չի սիրում։ Նշանակում է, որ Հայաստանի համար ինչ-որ մի լավ գործ ենք ուզում անել, ելնելով պետության շահերից, իսկ այդ լավ ասեցիք Հաջիևի ջահելները, որ հիստերիկ Ռուսաստան գոռալով Ադրբեջանի օրակարգն են փորձում տարածել, դատապարտված են իրենք եւ ինչի Ադրբեջանը մեզ չի սիրում, որտեղ մենք ասում ենք հարշկա կբանակցենք, բայց Ալիև եւ Էրդողան ձեր ասածով չի լինելու այս երկրում, սա Հայաստանն է։